Կարող է հիմա էլ օրինակ ասի, որ ինչպես որ արդեն իրենք սկսել են, որ դե ինչի իհարկե բնականաբար ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը, որ դե Արցախը տվել ենք, որ հանգիստ ապրենք, այսպես ասած շակերտներով եւ որ ինքնիշխանությունը պահենք եւ մենք ոչ թե Արցախն ենք հանձնել, այլ Հայաստանն ենք փրկել, բայց կարող է այս անգամ էլ չի ասելու, թե ինչ անելու Սյունիքի հետ կապված։ Շատ այ երկու հատ էական բան բացացիք ու շատ լավ հնարավորություն կա այս կազմով դա քննարկելու։ Առաջինը գուցե մեր լսարանում այդպիսի մարդիկ չկան, բայց կարող ինչ-որ միջով հասնի այդպես մտածող մարդկանց։ Ժողովուրդ ջան, նույնիսկ եթե դուք հաշտ եք Փաշինյանի այդ մտքի հետ, որ հրաժարվել ենք Արցախից Հայաստանը փրկելու համար։ Եթե նույնիսկ հաշտ եք, ես չեմ ուզում հիմա ձեր հետ կռիվ սկսել, արժեքային եւ այլն։ Ես ուրիշ բան եմ ուզում։ Լավ, օքեյ, որ տենց եք մտածում։ Դրա սահմանը որտեղ է։ Չկա փաստացի բան։ Այսինքն որտեղ է Հայաստանի հաջորդը կարող է լինել մասիվը տանկ, որ ավանը պահենք։ Հա, հենց այդ է խնդիրը, էլի, Հայաստանի ինքնիշխան տարածքը չի այդ սահմանը, որովհետև հիմա մենք Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցի զինյալներ ունենք։ Այսինքն արդեն այդ կարմիր գիծը չի։ Սահմանել չունենք, որ հա, սահմանել է ֆիքսենք կադաստրի թուղթ եւ այլն, այդ ապուշ Պանդորայի արկղը բացել, որ հնարավորություն կտա հարևան անվանենք իրանց երկրներին ասել, որ դե ուրա չկա սահման, ինչ եք ուզում, մենք որտեղ ուզեք կանգնել ենք։ Ու բարձավոր չեն էլ գնալու ունդեղից, որովհետեւ ամրություններ են կառուցել, առնվազն ջերմուկի ուղղությամբ, ես լսել եմ նաեւ ինչ որ բան աշխատանքներ Գեղարքունիքի ուղղությամբ տարվել։ Պարզա որ ինչ-որ քարտեզ է գտնվելու, որտեղ կամ այդ քարտեզը գոյություն էլ չի ունենալու, հիմա նկարում քարտեզը, որով այդ բանը։ Ինչով գծում են, ոչ մի քարտեզում տես բան չկա։ Դե եւ արդեն ասում են, որ տեղ-տեղ քարտեզով, տեղ-տեղ իրավիճակային, նյուխով, հա։ Մի խոսքով, պարզա որ չեն տալու։ Բայց ամենտեղ կզելով։ Այո, հիմա դա պարտադիր պայման է։ Այդ առաջին կետը, որ ժողովուրդ ջան, այդ սահմանը որտեղ է։ Okay, ես բան չեմ, ախր ընդդիմադիրները իրենց մեծամասնության մեջ մարդիկ են, որոնք պատերազմի են մասնակցել, վառոդի հոտ են առել, մեծամասնությունը պետական կառավարման մեծ փորձ ունի։ Ախր մենք գիտենք գնահատել, նես չի, խելագար չենք ասում գնանք Բաքուն գրավենք։ Ոչ մեկ տենց բան չի ասում, հասկանում։ Եվ հետո մի ուրիշ բան կա, անկախ իմ սա որպես արցախցի կամ հենց չեմ ասում այլ որպես ազգային մարդ իմ ընկալումից գաղափարական եւ անարդարության զգացումից, որ ինչպես կարելի ասել հայրենիքի մի մասը տանք, որ լավ ապրենք, այդ ամենը մի կողմ թողնելով կա վիճակագրություն, որ երբ որ դու այդ հայրենիքի այդ կարևոր մասը ունեիր, ոնց է իր ապրում եւ երբ որ սկսեցիր կորցնել եւ շարունակում ես կորցնել, քանի պարտության ելքով պատերազմներ, ընդհարումներ ես ունեցել եւ շարունակում ունենալ եւ ինչ զիջումներ ես անում նույնիսկ չգնալով որևէ ընդհարման։ Դու որպես արցախցի երևի ճիշտ էլ չէր լինի որ դա ասել, ես կասեմ այս միտքը ինքը կարող է շատ պրիզմլեոննի է գուցե ինչ-որ մարդկանց ցինիզմ թվա, բայց դա իրականությունը դա է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը Արցախի երաշխավորն էր անվտանգության։ Բայց Նաև սահմանադրությամբ։ Այո, բայց ֆիզիկապես որ քարտեզի վրա նայում ես, Արցախն էր Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Շատ վատ բան եմ ասում, շատ գուցե նորից եմ ասում, կարող է մարդիկ լինեն, որ ասեն ցինիկ բան եմ ասում, բայց դե բարդ չի այդ անտերը նայել, էլի նայում ես քարտեզին, հասկանում ես, որ անվտանգության երաշխավորն է։ Եվ ամենակարևորը արցախցիք էին դա հասկանում, եւ իրանք Չոսեմ պատվով, բայց գիտակցումով էին դա անում։ Այո, որպես անվտանգության համակարգի երկու միջնաբերդ, հա, սենց ասենք։ Հիմա չկա տենց բան, որ դու քո պաշտպանական համակարգի մի հատ կարևորագույն հանգույցը հանձնում ես, վերացնում ես, չգիտեմ ինչ ես անում ու դրանից ավելի ուժեղ ես դառնում։ Ավելի ավելանում, կամ դու ավելի ինքնիշխան ես դառնում կամ չգիտեմ ինչ, հա։